լույսիմ շատ սիրելի բարեկամներ, ինձ հարազատ դարձած մարդիկ, ես գեղեցկությանն եմ նայում ու ես որ աչքա շոյում, ինչքան սիրուն են։ Անչափ շնորհակալ եմ ձեր այդ սիրուն, ջերմ շնորհավորանքների համար, շատ շնորհակալ եմ, ուղղակի հուզվեցի, որ կարդում էի, ահագին շատ շնորհավորանքներ կային, դեռ ոչ մեկին չեմ պատասխանել, կարողա չպատասխանեմ, այնտեղ չգրեմ, մտածեցի, որ այսպես բանավոր բոլորիդ ի սրտե իմ շնորհակալությունները ձեզ, ինքան սիրուն բարեմաղթանքներ էի գրել, շատ շնորհակալ եմ, սիրում եմ ձեզ, ես ուղղակի այնտեղ կսրտիկեմ, չեմ պատասխանի այդ քանին, դրա համար ես ձևով որոշեցի իմ շնորհակալությունը հայտնեմ։ Հուզվեցի, իրոք շատ հուզվեցի, որ կարդացի, շատ շնորհակալ եմ սիրելիներս։ Օրը պետք է սկսեմ սուրճով, չէ, օրը չեմ սկսելու սուրճով, ճիշտ չեմ ասում։ Օրը սկսել եմ, նախ մարզվել եմ, հետո հասցրել եմ մի հատ շալվար կար կարճացնելու, կարճացրել եմ, Աշոտի վերնաշապիկներն եմ հարթուկել ու հետո նոր վերևից ներքևի չա, նախաճաշեցի ու հիմա ուզում եմ սուրճ խմեմ, բայց այնտեղ տեսա մի հարց կար, ես մեր կաֆեմաշինայի համար ուզում եմ ցույց տամ մոտիկից։ Սա մեր սուրճի ապարատը, ժողովուրդ ջան։ Ուրեմն այստեղ ջուրն ենք լցնում, հիմա ես մի քիչ կավելացնեմ։ Այստեղ սա հանում ենք, սուրճն ենք լցնում, այսպես դնում ենք ու հիմա հենց սարքելու եմ սուրճ, այնպես որ ցույց կտամ, այստեղ էլ կաթի համար է, ես չեմ օգտագործում, մենակ իմ աղջիկն է օգտագործում, այսինքն կաթը լցնում է, այստեղ բաժակով այսպես դնում է մեջը, այս մտնում է կաթի մեջ ու միացնում է, փրփրացնում է էլի կաթը։ Այստեղ կնոպկաներն էլ հիմիկվանց կարամ ես միացնեմ, որ նայեք լույսերը թարթելու է, հենց որ էլ չթարթի, այդպես կանգնի լույսը հաստատուն, այդ ժամանակ արդեն կարամ միացնեմ։ Հիմա ջուր լցնեմ, ամեն առավոտ ջուրը լցնում եմ, այստեղ թարմ ջուր, մի քիչ էլ կավելացնեմ, հետո պետք է սուրճը լցնեմ, ես մի կտալ ու մի քիչ ավել եմ լցնում, որ ոչ շատ կուլ լինի, ոչ էլ շատ ջրիկ։ Այսպես սեղմում եմ իրա գտալով։ Իրա հետ այս տեսակ գտալ էլ կա, բայց իմ համար ես մի քիչ չափը շատ է լինում, դրա համար դրանով չեմ անում։ Այսպես լավ սեղմում եմ, դնում ենք իրա տեղը, մի հատ էլ բաժակ ենք դնում տակը։ Շատ հեշտ է օգտագործելը։ Ես մի հատ միացնում եմ այս երկու բաժակի ֆունկցիան, մի հատ էլ հիմա կմիացնեմ մի բաժակինը։ Այս։ Անուշոտ ընկավ արդեն։ Էսա, վերջ, ու ժամանակ առ ժամանակ պետք է հանել այս տակի բանը մաքրել ու ջրի համար այս ջրի լցնելու տեղը որ կա, այս էլ իմ աղջիկը կարծեմ քացախաջրով է բան անում, քացախա լցնում ջրի հետ ու թողնում է որ գա, այդ ձևով է մաքրում, որ կալ կմաքրի։ Վերջ, սուրճս պատրաստ է, ստեմ խմեմ։ Սուրճս խմեցի, հիմա պետք է կեսօրվա ճաշի մասին մտածել, աղցան պատրաստեմ, ինչ-որ բանջարեղենից ավելացել է, մնացել է, ավելի շուտ ավելացել չէ, ստեղ մի երկու հատ վարունգ կար, երկու հատ լոլիկա մնացել ու իսկան մարուլ է մնացել, այդ կօգտագործեմ։ Սպանախի թերթիկներ ունեմ, մաղդանոսու համեմ կլցնեմ, այստեղ էլ կտրած լոլիկ կա, որ նոր նախաճաշի ժամանակ օգտագործվել է, հիմա ես էլ կկտրատեմ, այսպես չմնա։ Եթե հասցնենք խանութ կգնանք, որտև Աշոտը առավոտ ասեց գնանք խանութ, հետո ոնց որ պլանները փոխվել են, ուրիշ գործեր ունի։
Այնպես որ երևի չեն կարողանա, չգիտեմ, հլա կգնա կգա, եթե ուշ չի լինի կգնանք, եթե չէ, ուրեմն ցուցակը կգրեմ, ես գործի կգնամ վաղը, ինքը գնա առևտրի։ Մանր կտրատ է մահրոլը, այս մահրոլը համով է, այն որ դելից որ միշտ առնում ենք այն կլոր գլուխները, դրանք համով չեն, հատկապես ձմեռը հեչ համով չեն, դե ջերմոցում են աճում, նայած ամառն էլ մի բան չի, սկզբում հետաքրքիր էր, սկզբի տարիներին, որ առնում էինք բան, մի քիչ տարբերվում էր մեր իմացածից, բայց այսպես մանր, բայց հիմա էլ չէ, դուրս ընդհանրապես չի գալիս, արդեն միշտ փորձում ենք այս բանջարեղեն բանի խանութներից առնենք, Աշոտն այնտեղ բարձր պես խոսում հեռախոսով։ Ինձ թվում է ինձ խնձորի քացախ է պետք, որովհետև նայեցի տանը խաղողի քացախ ունենք, խաղողին այդքան համով չեմ համարում, չգիտեմ, իմ համար խնձորն ավելի լավն է, չգիտեմ ոնց է եղել, որ խաղողի է տանը, երևի խանութում այդ պայն չի եղել, կամ աչքերս այդ անգելից չգիտեմ ոնց է ստացվել, ամեն դեպքում մի հատ խնձորի քացախ պետք է առնեմ։ Մանր եմ կտրատում, այսպես ավելի հետաքրքիր է։ Մի քիչ բանջարեղեն, մտածում եմ կարելի վրացական ֆինգալի պատրաստել։ Երեկ մի երկու վիդեո նայեցի, մի քիչ ժամանակ տարա, որ առանձին հատ պետք է սարքել, բայց դե Հայաստանում այդ սարքը ունեի խինգալի սարքելու, բայց մեկը ես սիրում էի ձեռով անեի, այդպես խոշորոտ կտրա, այդքան շատ խոշոր չէ, բայց մեծ բաժակով էի կտրում ու ձեռքով էի պատրաստում, այդպես ինձ դուր էր գալիս։ Հիմա չգիտեմ այդքան ոնց կանեմ, դե որ վրացականը խոշոր ինչ է սարքում։ Երևի մի քանի հատ այդպես կանեմ, մնացածը սարքով կլցնեմ, սարքի մեջ կլցնեմ, արագ կպատրաստեմ։ Անուշ վարունգի հոտը տարածվեց։ Այս կիսած լոլիկները կօգտագործեմ, որ չմնա, ես գիտեմ, որ մնաց չէ, այսպես կմնա, մինչև որ ես ճաշի մեջ կլցնեմ, լավագույն դեպքում։ Չնայած աշխատում ենք չթափել, հա շուտ, գնում ես։ Չէ, հիմա չի այլ բանը չի աշխատում։ Հա, չկա է։ Ստեղ որն ես բացել ես կեֆիրներից մի հատ կեֆիր եմ ուզում։ Այդ բացած է, հենց այն կարծեմ թղթի ծամանով է։ Առավոտվանից արևը ծիկ է անում, մի քիչ դուրս է գալիս, ծիկը հիշում եք, երեխեքի որ խաղացնում էինք։ Հասոն հիմա էլ են այդ փոքրերին խաղացնում այդ ծիկով, որովհետև ինքնաթիռում մեր դիմացի նստանի բեյբի էր, երիտասարդ մամայի տատիկի հետ, որ ինձ էր նայում, ծիկի անում եմ, ոնց էր ուրախանում։ Բայց կարող է լոլիկ շատ չլսնեմ, ես կանը երևի հերիք այլ են մի հատը չեմ լսնի, որտև մեծ էր, ես էլ մեծ լոլիկի կեսն էր։ Ես էլ այսպես, հիմա մի հատ ավոկադո կլցնեմ, սրանք են չհասած ավոկադոներն են, որ լիդլից առել էի, ու նայք ինչ լավ հասել է, Այստեղ մի անգամից կորիզը գցեմ, այսի դանակից մեջ մտավ չի ուզում դուրս կա, գտալ չեմ, լավ սպասիք մի հատ գտալ բերեմ, լավ չի դուրս գալիս առանց գտալի, ես էլ հանեմ, ավոկադոն ասում են շատ առողջարար է, առողջ ճարպեր է պարունակում։ Ես էլ կտրատեմ, բայց
որ թողնում ենք մի քիչ երկար սևանում է, երբ յոդի պարունակությունից է, երկաթի դրա համար պետք է կիտրոնի հետ լցնել վրա, որ չսևանա։ Իհարկե բաց թողնելու պարագայում, երբ որ ծածկում ենք սննդային թաղանթով, արդեն նորմալ է։ Ես լցնեմ։ Այսօր ինքան լավ տաք է եղանակը։ Այս ավոկադոն, հիմա այսը սպանախ ունեմ, պետք է լցնեմ։ Սպանախը բանում, լիդլում լվացած սպանախ ենք գնում, են շուտ ապչանում։ Իսկ այս լվացած չի, ես լվացրել եմ, կամ լվացել եմ։ Մանր կտրատեմ, ազատ օրերս թռան, ինքան արագ անցան, ժամանակ ընդհանրապես շատ արագ անցնում։ Երևի բոլորիս մոտ այդպես է։ Ու օրը ահագին երկարել է արդեն, առավոտ ավելի շուտ է լույսը բացվում, իրիկունն էլ համատաբար ավելի ուշ է մթնում։ Այնպես որ գարունը գալիս է, դռները բացեք, գարուն է գալիս։ Այս վերջերս, այս գործի գնում մի օր շուտ, գործի գնալուց առաջ YouTube էի նայում, մեկի տեսնեմ մի հատ հաղորդում կա, վերնագիրը բանի, Օֆելիա Համբարձումյանի, մեր տաղանդավոր հայտնի երգչուհու, ժողովրդական երգչուհու մասին, ինչ-որ նյութ է, վիդեո է, էլի։ Ինքան հետաքրքիր է, իր կյանքի մասին ասեցի, այսինքն հետաքրքրեց ինձ իր կյանքի մասին, ասեցի լսեմ մի քիչ։ Ու ինքան հետաքրքիր էր, որ ամբողջ ճանապարհին ես այդ ականջակալները դրած լսելով գնացի գործ։ Ընթացքում զգացի, որ մի բան են չի, որովհետև ոնց հասկացա, ոնց որ արհեստական բանականությամբ էին սարքել այդ վիդեոն, ինքան սխալ բաներ էր խոսում մեջը, ասենք պետք է ասեր տիկին Համբարձումյան, ասում էր պարոն Համբարձումյան, կամ ինքան ակնհայտ սխալներ կային, որ ես ասես հաստատ բանն է, արհեստական բանականությամբ է սարքել, այդպես էլ կար։ Այդ ինչքան սխալ սուտ ինֆորմացիա կար այդ վիդեոյի մեջ այդ կնոջու իր աղջկա մասին, աբսուրդ է, ժողովուրդ, ու այնքան շատ մարդ էր նայել, ու շատ չեն մեկնաբանությունները, ովքեր որ գրել էին, հասկացել էին, որ կեղծ սուտ սարքած բան է, ու այնքան շատ մարդ նայել էր, ու երևի չէին էլ պատկերացրել, որ ճիշտ չի այդ ինֆորմացիան, որտեղ խեղճ կնոջը 48 տարեկանում մահացրին, այնինչ ինքը, եթե չեմ սխալվում, 91 տարեկանում է մահացել։ Այ հիմա ինչեր են սարքում, ինչեր ու մարդկանց միամիտ մարդիկ էլ, ասենք, լսում են, տեսնում են ու հավատում են, որ իրոք տենց բան է եղել։ Հիմա տեսեք, սիրելիներս, այս սիրուն գույները ստացա, հոտը, կիտրոնի հյութ կլցնեմ, քանի որ խնձորի կացախ չկա, սպահենք, որ կորիզներն էլ չլցվի, իրականում, որ աղցան եմ պատրաստում, երբ որ կիտրոնի հյութ եմ լցնում, այսինքն կիտրոնի հյութ լցնում եմ այն աղցանների վրա, որ լոլիկ չեմ լցնում մեջը, բայց հիմա լոլիկ էլ եմ լցրել, Բայց կիսած լոլիկը պիտի օգտագործեի, բայց ինչ պիտի անեի, ոչ էի թողնելու այդպես մնար, գիտեի, որ մնաց կմնա, ես պետք է մի ձև օգտագործեմ այդ ճաշերի ու բաների մեջ, դրա համար ասի չի, ավելի լավ գցեմ աղցանի մեջ թող գնա։ Ահա, կիտրոնի հյութ, հիմա աղ, սև պղպեղ ու ձիթապտղից հետ։ Ձեռքերս լվանա։ Ստաղտակը մի կողմ դնեմ, աղցանի վրա աղը, ձեթը լցնում ենք ընդհանրապես վերջին բայը, ռեստորաններում ընդհանրապես չեն էլ լցնում, վերում դնում են, որ ուտելուց անմիջապես առաջ մարդիկ լցնեն վրան ու ուտեն, հյութը դուրս գալիս, որ լցնում ենք, հիմա ես մի փոքր աղ կլցնեմ, Հիմալայան աղը օգտագործում,
մի փոքր ձետ, սրանով եմ լցնելու, որ շատ չլցնեմ, մի երկու բզիկ եմ անելու ու մի քիչ էլ սև պղպեղ։ Խառն եմ աղցանես, դեք ինչքան սիրում գիններ են, անու շոտով, սիրուն, օգտակար, բուլղարական պղպեղ, քաղցր պղպեղ չեմ լցնում, ես հիմնականում այդ պղպեղը շատ եմ սիրում, բայց թարմ չեմ սիրում այդպես, եթե ուտում եմ, ուղղակի ձևի համար եմ ուտում, որ գիտեմ օգտակար է, բայց եփած վիճակում սիրում եմ շատ, ամեն ինչի մեջ լցնում եմ, թե կարտոֆիլ տապակելուց, թե ճաշերի մեջ, ամեն ինչի մեջ լցնում եմ ու ուտում եմ, սիրում եմ շատ։ Ահա, իմ սիրելի բարեկամներ, սենց սիրուն աղցան պատրաստեցի, ահա, հոտն էլ շատ անուշ, ես տնեմ մի կողմ ու նայեմ ինչ հիմնական ճաշ եմ պատրաստում։ Որոշեցի խինգալ պատրաստեմ, հիմա այս անգամ չափերով եմ ուզում անեմ, ընդհանրապես աշկաչափով եմ անում, ձուել ոչ միշտ եմ լցնում, բայց այսօր որոշել եմ ձուել գցել։ Հիմա պետքա 3 բաժակ ալյուր մաղեմ, 3 բաժակ ալյուրին մի բաժակ ջուր, բաղադրատոմս եմ նայել, դրանով եմ անում, ընդհանրապես ես ուղղակի լցնում անում եմ, տեսնենք ոնց է լինելու չափերով։ Խմորը պետք է պնդոտ խմոր լինի, դե բնականաբար այդպես էլ անում ենք, ու այս խմորը կարելի է մի կես ժամ դնել սառնարան, բայց ես այսպես թե այնպես այդ կես ժամը կանցնի, որովհետև մինչև մսի ֆարշը սարքեմ, հենա կանցնի էլ այդ կես ժամը խճողակը մինչև սարքեմ, կլրանա ժամանակը։ Որոշել եմ խոշոր սարքեմ վրացականի նման, դրա համար արեցի, եթե չանի, ասենք սարքով անելու համար մի քիչ ավելի շատ ժամանակ, համարակ է լինում, համեն դե այդքան մանր չէ, լցնում ես մինչև միսը, ժամանակ է անցնում։ Ես վերջերս ալյուր քիչ ենք օգտագործում, համ հաց չեմ թխում, համ էլ թխված բան չեմ թխում ու քիչ է օգտագործում ալյուրը, մի բաժակ էլ լցնեմ, ամբողջ հատիկի ալյուր էլ ունեմ, կարելի է մի օր բայից ես թխել։ Թարմ դրոշ ընդհանրապես չեմ առել, երևի այսքան ժամանակ մի 2 անգամ եմ առել օգտագործել, հիմնականում 4 դրոշ եմ օգտագործում, այստեղ այդ դրոշները շատ լավն են ու շատ ուժեղ են։ Այս էլ մաղանում։ Այս խմորը սառը ջրով էլ են անում, հիմա ես գոլ ջուր կլցնեմ։ Այս տնեմ մի կողմ։ Այստեղ ունեմ մի բաժակ ջուր, 3 բաժակ ալյուրին մի բաժակ ջուր։ Մի հատ սուր լցնեմ։ Ես ձեռնոցներով չեմ սիրում աշխատել, այնպես որ հենց այսպես պետք է մի հատ սուն այսպես վրան հարեմ, այսպես, այսպես, ու աղ լցնեմ մի փոքր, աղը դե ըստ ճաշակի, մի հատ այսպես չոր խառնեմ, որ աղը լուծվի, հավասարաչափ աշխվի, ու ջուրը գոլ է, համարյա կարելի ասել սառը։ Հիմա տեսնենք այս չափով, բաղադրատոմսով ոնց է խմորը լինում, թե էլի իմ ավանդական առանց բաղադրատոմսի խմորը ամենալավն է։
Այս հասերը ուզում եմ փոխեմ, այս ներքևի մասը, տակի մասը, որ սուրոտ է, միցևի հիչ հարմար չի։ Անդակ նայեք, ոնց որ շուր կա, թեքվի։ Ինձ էլ բաներ պետք աման փոխելու համար, նայեմ։ Ապակուց ամաններ այդքան չեմ սիրում, բայց կարելի է երևի թե մի հատ ապակուց նորից իմը կոտրվեց, կարելի է մի հատ ապակուց, մի հատ չէ, մի երկու հատ էլ կավից։ Ասեմ, որ բաղադրատոմսով, այս խմորը որ անում ենք, պետքա պարտադիր չի լավ հունձել, բանի, սննդային դոպրակով դնում են սառնարակ կես ժամ, հետո հանում են, ալյուրը իմ համար քիչ է, ես էլի պետք է լցնեմ, տեսեք, ես էլ բաղադրատոմս է, սա ալյուր կավելացնեմ։ Սննդային դոպրակով կամ սննդային թաղանթով ծածկած դնում են սառնարան, հետո հանում են, նորից մի քիչ հունձում են ու լավ խմոր աստա, լավ գունդ աստացում, լավ հավասարաչափ, լավ հունձված խմոր աստացում։ Ես մի քիչ էլ ալյուր պետք է լցնեմ։ Այսինքն բաղադրատոմսով, չափաբաժիններով այդքան էլ բան չի, իմ համար չգիտեմ, կավելացնեմ մի քիչ ալյուրը։ Բին խմոր պետք է լինի։ Թե ես երբեք չափաբաժիններով արել, որ այսօր որոշեցի անեմ։ Երեք TikTok-ում մի մարդ սարքում էր, նայեցի, ընդ որում չափաբաժիններ էր ասում, չնայած իր ասած չափաբաժինը չի ես։ Դրա համար մտածեցի, ես էլ չափաբաժնով սարքեմ։ Հիմա ինձ թվում է արդեն լավ կլինի այս խմորը, ես արդեն մի քիչ պնդացավ։ Ես հիմա մի փոքր ալյուր կլցնեմ սեղանի վրա, մի անգամից գնդերի կբաժանեմ, հետո նոր կթողնեմ հանգստանա, հետո նոր կսկսեմ ֆարշը կամ խճողակը նախապատրաստել։ Ոնց էլ չլինի, էլի մի կես ժամ կանցնի մինչև սոխը քերեմ, քերիչով անցկացնեմ, կամ բլենդերով կարելի է մանրել, երևի ավելի լավ լինի։ Սխտորը մանրեմ։ Ես ինձ թվում է 2 պորցիայի չափով է այս չափաբաժինը։ Մի հատ սինի բերեմ, գնդերը բաժանեմ, դնեմ սինի վրա, թող հանգստանա։ Այստեղ էլ ալյուր կլցնեմ, որ չկպնի տակը։ Ուրապես։ Խինգալին, ասենք, անընդհատ չենք սարքում։ Մեկ-մեկ ես անում եմ, ասենք դնում եմ սարսախցիկ, բայց դե անընդհատ ժամանակատար բան է, էլի անընդհատ չենք սարքում։ Աչքաչափով եմ անում, այնպես որ կարա մի քիչ չափերը տատանվեն, կփորձեմ հավասարացնեմ։ Ասում են խինգալին հենց վրացական է, հա։ Պիլմենին երևի ռուսական, չգիտեմ, ամեն մեկս մի տարածաշրջանը, որ ապրում են մարդիկ, չէ, իրարից նայում են նույն բաները իրանք էլ են սարքում ու ամեն մեկը իրան է վերագրում։ Ես գնդերը պատրաստեմ, դնեմ հանգստանամ, ես սկսեմ միսը դե աղացած միսա, խոզի ու տավարի միսա, պարը։ Մնում է սոխման ավելացնեմ, ամեմունքները։ Ֆարշը պատրաստեցի, չնկարեցի, դե պարզ է ֆարշը բոլորն էլ համարյա թե նույն ձև են պատրաստում, ահագին
շատ ջուր եմ լցրել, որ թույլ լինի, կարելի ավելի թույլ անել, բայց ես այսքան կթողնեմ, ավելի շատ չեմ լցնի ջուր, մի բաժակուկես ջուր եմ լցրել, միսը մի կիլոից մի քիչ ավել կլինի, չորացրած համ եմ, չորացրած մաղադանոս եմ լցրել, մի փոքր սև պղպեղ, ահագին շատ կարմիր պղպեղ, թարմ մաղադանոս, դե սող սխտոր։ Հիմա բացեմ ու սկսեմ պատրաստել, գնդերը շատ չեն, ոնց ասեցի, 10-8 հատ գունդ է, այնպես որ արագ կանեմ։ Այդքան շատ մեծ է չեմ սարքում, հիմա տեսնենք, մոտավորապես փորձել եմ նույն չափի անեմ, գնդերը գտալ միս կդնեմ, ես ձեռքով որ անում էի Հայաստանում, այսքան շատ մեծ չի անում, Էլի սովորական ձեռքով, մամաս էլ էր ձեռքով պատրաստում, հիշում եմ, այդ ձեռքով արածը ուրիշ համ ու հոտ ունի, չգիտեմ, շատ համով, այն շատ ա դուր գալիս։ Հիմա ուղղակի ձևն եմ փոխում, մի քիչ նմանացնում եմ վրացական խինկալին։ Մի քիչ եղունգներս երկարացրել եմ, արդեն այսպես խոհանոցում ինձ խանգարում է, ես զարմանում եմ ոնց են երկար եղունգներով աշխատում։ Այսպես, հիմա սա էլ կտրեմ։ Այս չափի։ Այսքան խոշոր չեմ սարքել երբեք։ Ես էլ առանձին շարեմ։ Երբ որ մի քանի հատ կմնա պատրաստել, նոր ջուրը կմիացնեմ եռա։ Շատ սոված չէ, բայց այնպես է, որ մինչև սարքեմ վերջացնեմ, արդեն սոված կդնենք։ Վրացիները շատ ավելի ջրիկ ֆարշով են սարքում, այնպես որ պետք է մի քիչ խորուն կապսեի մեջ դնեմ, որ միսը չգնա այս կողմեն կողմ, չփախնի։ Բայց ես այդպես չուզեցի, ես ասեցի նայեք, էլի շատ փափուկ ֆարշ է, բայց այդքան շատ բան չի, ոնց որ իրանք են էլի անում։ Ինչ որ է, կարծում եմ, որ համով կլինի, ես էլ Աշոտ է հիշացրեց, որ ասեց գնանք վրացական ռեստորան խինկալի ուտելու, դնել չստացվեց գնալը, ասեցի լավ, սպասի ես վրացական սարքեմ։ Այսպես սիրելիներս։ Բայց վրացական խինգալի սարքելը որ դες սովորեք, կոմանդիրովկա գնացել ես Վրաստան։ Ես Վրաստան չեմ եղել, կոմանդիրովկա չեմ գնացել, բայց ինչ ես ինձ էլ տարել, շուտ մենակ ես գնացել։ Այն վաղ դու աշխատում էիր, ես չի աշխատում։ Հետո անի հետ եմ գնաց, եթե հիշում ես դեսպանատու որ գնում է։ Շվեյցարիայի դեսպանատունը։ Ես չեմ գնացել, բայց կուզեի Վրաստան, ասում են թե Թիֆլիսը շատ սիրուն քաղաք է։ Վրաստանի վիճակը լավ չի։ Ռուսաստանը դառնում կամաց։ Բայց դու քաղաքական բանով ես ասում, բայց ու քաղաքի տեսքը դրանից չի։ Ամեն ինչ դրանից է գալիս։ Նայե, այսենց սիրունը շրջանբերում եմ, հավաքում եմ, այսենց։ Դեռև համեմունքները արել ես բանի հետ, ֆարշի հետ։ Հա։ Համեն բանը տենց չգիտեմ։ Չորացրած համ եմ գցել, թարմ մաղադանոս, չոր մաղադանոս, հա, ամեն ինչ լցրել եմ, բայց կարելի արդեն ջուր միացնել, չէ՞։ Կարելի է միացնել, մի քանի հատնա մնում, մինչև եռա, մենք էլ համարյա սոված ենք, հա։ Այս ծայրը կտրում են, բայց գիտես չէ՞ շուտ ուտելու ձևը։ Այս ես պետք է պահես, ու զգուշ գցես, որ ջուրը որ տաք ջուրը արդեն պատկերացրել։ Ես պատրակաղով եմ տեսնենք կուտենք էլի։ Գնահատական կտամ ես։ Հա, լավ, տեսնենք էլի վրացական խինկալին, բայց ձեռով են ուտում ասում են։ Լավ, ես ջուրը միացնեմ։ Ջուրը միացրու շուտ, հա։ Իմ նշած չափաբաժնով ստացվում է 18 հատ խինկալի։
ջուրը եռած։ Լցնեմ մի քիչ, ասեք խոշոր աղ լցնեմ։ Խոշոր աղ կլցնեմ։ Քանի որ ես հայտնի ալանի պատրաստող եմ, աղը մի քիչ շատ կլցնեմ, մի քանի հատ դափնետերև այ վերջանում, ահա։ Սև հատիկ պղպեղ էլ պետք է առնեմ, այ որ դափնետերև առնեմ, էդ էլ մի անգամից հետը կառնեմ։ Ահա։ Սուպ մի քիչ կամերան իջացնեմ։ Գցենք եղածով ջրի մեջ։ Խինգալին պատրաստ է լինում, երբ որ բարձրանում է ջրի երես։ Արի շուտ։ Տեսենք համը նման է հեշ վրացական խինգալու։